2018 թվականին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից 2 օր անց, երբ ամբողջ հանրության ուշադրությունը քաղաքական բուռն խմորումներն էին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում խմբակային փախուստի ամենամեծ փորձը գրանցվեց։ Իրանցի 8 կալանավորներ փորձել էին ազատության մեջ հայտնվել, բայց չէր ստացվել։ Զբոսախուց տեղափոխելու ժամանակ կալանավորները քաշել են ուղեկցողի վերնաշապիկից, սեղմել պատին, վերցրել խցերի բանալինները, ապա զբոսախցից դուրս գալուց հետո բացել են 6-րդ մասնաշենքի 6 խցերի դռները։ Իրենց հետ փախուստի դիմելու կոչով դիմել կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին։ Այնուհետև հասել են առաջին մասնաշենքի դռան մոտ, հանդիպել քրեակատարողական հիմնարկի աշխատակցին, փորձել բացել մասնաշենքի դուռը, բայց հանցագործությունը ավարտին չի հասցվել։ Բանտում պահվող օտարերկրացիները սակայն ավելի ուշ պնդում էին, ոչ թե ցանկանում էին փախչել, այլ փորձում էին բողոքի ձայն բարձրացնել պահման պայմանների մասին։ Նույնիսկ կենդանիներին այդպես չեն պահում, դատական նիստի ժամանակ ասել էին նրանք։ Կալանավորները փախուստի փորձ կատարելու համար ստացան հոդվածի առավելագույն պատժաչափը 4 տարի ժամկետով ազատազրկում։ Իրանցիների կողմից իրականացված փախուստի փորձը միակը չէ։ 16 փախուստ եւ փախուստի 17 փորձ քրեակատարողական հիմնարկներից, հիվանդանոցներից կամ կալանավորներին ու դատապարտյալներին տեղափոխելու գործընթացի ժամանակ։ Վերջին 10 տարվա ընթացքում անազատության մեջ գտնվող անձանց վերաբերող վիճակագրությունն այսպիսին է։ Վերջին տարիներին խնդրին անդրադարձել էր քրեակատարողական ծառայության նախկին պետերից Արթուր Գոյունյանը, որը մանրամասն նկարագրել էր դատապարտյալի փախուստը։ Նախկինում 7 անգամ դատապարտված անձնավորությունը, որը պահվում էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, հիվանդանոց տեղափոխվելու նախապայմաններ ստեղծելու համար մետաղական լարով վնասել էր վիզը, տեղափոխվեց հիվանդանոց, այնտեղ մեր 3 քրեական կատարողական աշխատակիցների ոչ պատշաճ ծառայությունը կազմակերպելու պայմաններում օգտվելով ընձեռված հնարավորությունից գիշերը ժամը 4-ի սահմաններում հիվանդասենյակից դիմել էր փախուստի։ Գոյունյանի մատնանշած անձը Մաուգլի կեղծանունով հայտնի Ա. Սարգսյանն էր, որն ազատության մեջ անցկացրեց ընդամենը 10 օր։ Սակայն դեպքեր են եղել, երբ փախուստի դիմաց անձանց չեն կարողացել հայտնաբերել ամիսներ շարունակ։ Փախուստի կամ դրա փորձի համար նրանք մատնանշում են տարաբնույթ պատճառներ, որոնց մասին բարձրաձայնում են նաև իրավապաշտպանները։ Մարդիկ, մենք հատկապես մի դեպք էլ ուսումնասիրել ենք, փախուստի են դիմում վատ պայմաններից, վերաբերմունքից, առողջական վիճակի այդ հարցերը չլուծելու խնդիրներից։ Եվ սա առաջին հերթին պետության պարտավորությունն է այդ ամեն ինչը ապահովել մարդկանց, որպեսզի այդ վիճակի մեջ նրանք չհայտնվեն։ Որոշ դատապարտյալներ փախուստի դիմելը համարում են արդարությունը վերականգնելու դրսևորում, ինչպես օրինակ ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի դեպքում, երբ 2009 թվականին իրենց փախուստի համար որպես պատճառ նշում էին քրեական գործերի վերանայումը։ Մեր փախուստները յուրօրինակ ակցիաներ էին ռեժիմի դեմ։ Դրանք այդ պահին միակ միջոցն էին բարձրաձայնելու մեր անարդար դատապարտումների մասին, ԶԼՄ-ների եւ հասարակության ուշադրությունը հրավիրելու թե մեր ճակատագրերին եւ թե Հայաստանում մահապատիժ ցմահ ազատազրկման խնդրին։ Դա էր այդ իրավիճակում մեր միակ արդյունավետ պայքարի միջոցը։ Գթալով խողովակներով փորված պատեր, սավաններից գործած պարաններ, ինչ հնարքներ ասես, որ չեն կիրառում ազատության մեջ հայտնվելու համար։ Նրանց նույնիսկ հետ չեն կանգնեցնում կալանավայրի տարածքով անցկացված փշալարը, բարձր եւ հաստ պատերը, պատուհանների երկաթե ճաղավանդակները, զինված հսկիչները։ Այդ Աբովյանում տեղի ունեցած փախուստի փորձերը կանայք էին, կալանավորված կանայք, մեխով ուրեմն փորվածք էին կատարել խցի պատի մեջ, մյուս դեպքում էլի մի կին մկրատի մասով բան էր արել, քարի ամրացման այդ ցեխի շաղախներ քերել, քարը տեղահաներ արել, ճաղավանդակը թուլացրել էր, պատրաստվում էր, որ դիմի փախուստի։ Վերջին տարիներին փախուստները ավելի շատ արձանագրվում են ոչ թե քրեակատարողական հիմնարկներից, այլ քաղաքացիական հիվանդանոցներից կամ դատարան տեղափոխվելու ճանապարհին։ Դրանք հիմնականում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ոչ պատշաճ ուշադրության կամ ուղեկցող գումարտակի թերի համալրվածության հետևանք են։ Այս դեպքում փախուստ իրականացնողները հիմնականում կալանավորներն են լինում։ Ազատության ձգտումը մշտապես լինում է ճաղավանդակի հետևում եւ հատկապես երբ օրինակ դեռևս դատական գործընթացի մեջ, այսինքն կիրառվել է կալանավորում, անձը դեռևս դատապարտված չէ եւ տեղափոխվում է պարբերաբար ոստիկանության կամ ուղեկցող գումարտակի միջոցով դատական նիստերի եւ այլն, այդտեղ հնարավորության պատուհան է բացվում
ինչ որտեղ դիմել փախուստի եւ նույնիսկ գիտակցումը այդքան էլ խորը չի լինում, որ արդեն գտնվում է անազատության վայրում եւ գործում է հանցանք, քանի որ կալանավորումը դեռևս հստակորեն չի գիտակցվում որպես անազատության երկարատև process։ Այնուամենայնիվ Հայաստանի քրեական օրենսգրքով սա հանցանք է 506-րդ հոդվածը սահմանում է ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը պատժվում է ազատազրկման առավելագույնը 3 տարի ժամկետով։ Օրենքի տեսանկյունից անձը նոր հանցագործություն է կատարում, թեև իրավապաշտպանները պնդում են ազատության մեջ գտնվելու ցանկությունը մարդու բնական պահանջն է։ Մեքսիկայում, Գերմանիայում եւ Ավստրիայում բանտից ոչ բռնի փախուստ կատարելը չի պատժվում օրենքով, եթե փախուստի ընթացքում անձը նոր հանցանք չի կատարել։ Դա ես հանցագործություն չեմ համարում։ Առաջին հերթին պետք է տեսնել պատճառները, ինչու են մարդիկ փախուստի դիմում։ Հաշվի առնելով մեր իրականությունը, այսինքն հատկապես այս վերջին մի քանի տարիները, ես գնահատում եմ վատ վիճակը։ Հենց այս տեսանկյունից նայեն այդ հարցերին, թե ինչու է կալանավորը դիմել փախուստի կամ դատապարտյալը դիմել փախուստի։ Սա է, ու բարելավեն վիճակը, ես չեմ տեսնում բարելավում այդ վիճակի։ Իսկ ովքեր են աջակցում կամ ինչ ճանապարհով են փախուստի համար անհրաժեշտ արգելված իրերը հասցնում քրեակատարողական հիմնարկներ եւ ի վերջո ովքեր են մեղավոր արձանագրված ավելի քան 3 տասնյակ փախուստի կամ դրա փորձերի համար։ Ֆակտոր TV-ն այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ քրեակատարողական ծառայությունից, սակայն կառույցը հրաժարվեց մեկնաբանել։